սկսում է լսումներ, ինչ անել 2026 թվականի ընտրություններին ընդառաջ թեմայով։ Լսումները կլինեն կարծում եմ շարունակական, որովհետև մենք որոշում ընդունեցինք, որ ամեն լսումի ընթացքում հանդես գա 3 բանախոս, որպեսզի եւ քննարկման հնարավորություն տրվի եւ շատ երկար չտևի։ Հիմա այսօր 3 բանախոս լինելու Պարուր Հայրիկյան, այլ նախագահ, Արմեն Աղայան, հայկական ընտրություն հականերկայացուցիչ եւ Գարեգին Մանուկյան, սպառապետ քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն։ Գարեգին Մանուկյանը հանդես է գալու Նյու Յորքից, այնպես որ հեռակապով է լինելու։ Տեսեք, այսօրվա առաջնային քննարկվող թեմաներից մեկը 26 թվականի նախատեսվող ընտրություններն են։ Տարակարծություն դրա հետ կապված մի մասը, օրինակ մեր քաղաքական ուժը, ազգային օրակարգ, մենք կարծում ենք, որ մոտ 30 տարի շարունակ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն չի եղել եւ հնարավոր չի որ լինի, որովհետեւ 30 տարի շարունակ Հայաստանում տիրում է ապազգային հակապետական կորպորատիվ օտարի շահերը սպասարկող եւ ընդհանուր առմամբ հակահայ իշխանական համակարգ։ Եվ ընտրությունները, այսպես ասած, միջոցառում են, որը կազմակերպվում է, որպեսզի կարողանան իշխանության փոխանցում իրականացնել մի վարչակարգից մյուսին։ Եվ դա եղել է մոտ 30 տարի շարունակ։ Եղել են իհարկե նաև այլ ձևաչափեր, պալատական հեղաշրջում եղավ 2007 թվականին, 97 թվականին, 97-98-ին, 99-ին եղավ ուժային իշխանափոխություն կամ իշխանության զավթում, բայց այնուամենայնիվ ընդհանուր առմամբ եղել է իշխանության փոխանցում մի վարչակարգից մյուս վարչակարգի իշխանական համակարգի շրջանակում, վերջինը եղել է 2018 թվականին իշխանության փոխանցում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա բայց սա մեր քաղաքական ուժի կարծիքն է, այդ կարծիք ունեցողներ այլ քաղաքական կամ հասարակական ուժեր նույնպես կան, բայց դա այլ կարծիք, որ պետք է մասնակցել եւ փորձել ընտրություն կոչվող միջոցառման միջոցով իշխանության փոփոխություն անել։ Հիմա դրա համար այսօր կլինի տարբեր, կարծում եմ կլինեն տարբեր կարծիքներ եւ ձևաչափը հետևյալն է։ Բանախոսը ունենալու է մինչև 10 րոպեի մոտեցում իր առաջարկներին ներկայացնելու, որից հետո լինելու է հարց ու պատասխան 15-ից 20 րոպե եւ գալու է մեզ բանախոսը։ Ինձ իմ գործընկերները հորդորել են, որ ես լինեմ ժամանակի տեսակետից խիստ, այնպես որ եւ բանախոսները եւ հարց ու պատասխանի մասնակիցները թող ինձ ներեն, ես երբ որ ժամանակը հատի իմ վարողի իրավունքով դադարեցնելու եմ քննարկումը կամ առաջարկությունների ներկայացումը։ Եվ այսպես առաջինը խոսքը տրվում է Պարուր Հայրիկյանին, այլ նախագահ եւ ընդհանրապես մեր անկախության եւ ժողովրդավարության համար պայքարի բոլոր ժամանակների առաջամարտիկ։ Խնդրեմ բան ներկայացնեք։ Շնորհակալ